Երևի թե բոլորի մտքով գոնե մեկ անգամ անցել է, տեսնես կարող եմ կանխատեսել արտարժույթի, օրինակ դոլարի, եվրոյի, ռուբլու կամ այլ արժույթի փոխարժեքը։ Գուցե դու դրա կարիքն ունեցել ես, երբ պատրաստվել ես արտերկիր մեկնել, գնումներ կատարել կամ էլ ներդրումներ անել։ Արի միասին հասկանանք, որքանով է դա իրատեսական կամ ինչ կտա դա քեզ։ Կանխատեսումներով զբաղվում են հիմնականում փորձառու մասնագետները։ Նրանք փորձում են կանխատեսել փոխարժեքը, ներդրումային ակտիվների գները։ Նրանք այդ աշխատանքից եկամուտ կամ շահույթ են ստանում, օրինակ արտարժույթով վարկ են վերցնում կամ ավանդ դնում, երբ կանխատեսում են, որ դա իրենց ապագայում շատ գումար կբերի։ Բայց պետք է ասեմ, որ ըստ էության դա նրանց հիմնական զբաղմունքն է, երբ գումարը կորցնելու մեծ ռիսկի գնալու հետ մեկտեղ, փորձում են կանխատեսել ու գործողություններ անել որոշակի եկամտի ակնկալիքով։ Իհարկե նույնիսկ պրոֆեսիոնալների շրջանում հաճախ դա միայն քչերին է հաջողվում։ Սակայն հասարակ սպառողի համար արտարժույթի հետ գործ ունենալիս առաջնայինը ոչ թե շահել կամ տուժելը պետք է լինի, այլ արտարժույթի փոխարժեքի տատանման արդյունքում առաջացող ռիսկերը նվազեցնելն այնպես, որ ծախսերի ու եկամուտների վրա ազդեցությունը փոքր լինի։ Օրինակ, եթե պատրաստվում ես արտասահմանում կրթություն ստանալ, ուրեմն պետք է մտածես, թե ինչպես պահես խնայողությունները, որ հնարավոր լինի նպատակդ իրագործել։ Դա կարելի է անել նախ լավ հաշվարկելով։ Օրինակ, ինչ արժույթով ես իրագործելու նպատակդ, որ արժույթով է ավելի եկամտաբեր խնայողությունդ պահելը։ Արդյունավետ մեթոդ է նաև դիվերսիֆիկացիան, այսինքն փողը տարբեր ակտիվներում, տարբեր գործիքներում ու տարբեր արժույթներով պահելը, իհարկե նախապատվությունը տալով քո եկամուտների ու ծախսերի հիմնական արժույթին, մեր պարագայում հայկական դրամին։ Լավ կառավարիր ֆինանսներդ, եղիր բարեկեցիկ։